Բարև ձեզ սիրելիներս, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ։ Սուրբ ծննդյան տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան։ Ահա դրանցից ամենահայտնի և ամենագեղեցիկներից մեկը կներկայացնեմ ձեզ։ Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը մեծ ուրախություն պարգևելով մարդկանց։ Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի փրկիչը։ Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը, հովիվները փառաբանում ու երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին, մոգերը հեռավոր արևելքից շտապում էին խոնարհվելու աստվածային մանկանը։ Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին։ Նրանք ուրախ տարուբերվում էին, ասես խոնարհվելով օրհնյալ մանկանը։ Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին։ Ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները բարձրացնում գլուխները, ջանալով տեսնել քարայրի ներսը։ Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն 3 ծառերը։ Նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած մանուկը շրջապատված հրեշտակների դասով։ Այդ ծառերն էին սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ կանաչ եղևնին։ Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը. «Գնանք մենք էլ խոնարհվենք աստվածային մանկանը և նրան մատուցենք մեր նվերները», ասաց ձիթենին, դիմելով արմավենուն։ «Ինձ էլ տարեք ձեզ հետ», ամաչկոտ ասաց համեստ եղևնին։ «Ո՞ւր, մեզ հետ», արհամարհանքով նայելով նրան, հպարտորեն ասաց արմավենին։ «Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ աստվածային մանկանը», ավելացրեց ձիթենին։ «Դու ի՞նչ ունես, միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ», լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց չհամարձակվելով մտնել քարայր։ Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը։ Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան։ Փարթամ արմավենին խոնարհվեց մանկանը և նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը։ «Թող այն քեզ զովություն պարգևի շոգ օրերին», ասաց նա։ Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով։ Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն առանց նախանձի։ «Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ։ Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյոք արժանի՞ եմ մոտենալու աստվածային մանկանը», մտածում էր նա։ Սակայն հրեշտակն ասաց նրան. «Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ»։ Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով։ Հրեշտակը նշան արեց և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած ուղիղ եղևնու կանաչ ճյուղերի վրա։ Եվ շուտով եղևնին փայլեց վառ կրակներով։ Իսկ երբ աստվածային մանուկն արթնացավ, նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին։ Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին։ Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն։ Չարին նա պատասխանեց բարով, իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց. «Սիրելի եղևնի, դու բարի ես և դրա համար էլ կպարգևատրվես։ Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մանուկները կուրախանան նայելով քեզ։ Եվ դու համեստ կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սուրբ Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը»։ Ահա ևս մեկ բարության խորհրդանիշի մասին հեքիաթ ձեզ համար, սիրելիներս, այնպես որ եղեք համեստ և բարի, լցվեք սիրով և ջերմությամբ։ Կհանդիպենք հաջորդ բարությամբ լցված հեքիաթների ժամանակ։ Ցտեսություն։